Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ Պարոն Եղոյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Պարոն Եղոյան, իշխող ուժը իր օպոնենտներին, 3 հիմնական ընդդիմադիր ուժերին մեղադրում է եւ անվանում է պատերազմի կուսակցություն եւ ընտրողին փաստացի սպառնում է, որ եթե նրանք գան իշխանության, արդեն այս տարի աշնանը կարող է պատերազմ լինել։ Ես ուզում եմ մենք մի քիչ խոսենք, դուք բացատրեք ինչու է իշխանությունը ընդդիմությանը համարում պատերազմի կուսակցություն, որտեղ է տեսնում պատերազմ հրահրելու մոտիվացիա։ Դա շատ հեշտ հարց է եւ դա շատ ակնհայտ պատասխան ունի։ Տեսեք, այսօրվա խաղաղությունը ունի հստակ պարամետրեր։ Այսօրվա խաղաղությունը երկնքից չի ընկել, այն երկար բանակցվել է, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, որտեղ հստակ նշված է կամ պարամետրեր, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն հայցերը հետ են քաշում միջազգային տարբեր ատյաններից, դատարաններից, ուրեմն գիտեք, հա, հրապարակային փաստաթուղթ է, դա ու այդպես շարունակ։ Դրան գումարած մենք նաև բացի պայմանագրից գիտեք, որ Ամերիկայում խաղաղության համաժողովի ժամանակ օգոստոսի 8-ին նաև ԱՄՆ կողմի հետ էլի ստորագրեցինք TRIP-ի մասին համաձայնագիրը, որը արդեն գետնի վրա այդ խաղաղության ճարտարապետության շատ կարևոր բաղկացուցիչներից է, այսինքն այն ինչ դուք այսօր տեսնում եք, չէ, այսօր որ շաբաթը մեկ օրինակ Ալիևն ասում է, որ դե խաղաղություն է, արդեն մեր հակամարտությունը մնացել է անցյալում եւ այլ, որը իդեպ չի տիրաժավորվում այսպես կոչված ադրբեջանագետների կողմից կամ չգիտեմ ընդդիմադիր շրջանակներ, դա չեն ասում, հենց որ հանկարծ մի հատ ագրեսիվ բան ասի, միանգամից ամբողջ մամուլը կտարածի, բայց լավ, այսօրվա իրենց վարքագիծը ոչ թե ուղղակի այսպես հայեցողական կամ բարեհաճ ուղղակի մոտեցում է, այլ դա հիմնված է մի որոշակի ճարտարապետության վրա, պարամետրերի վրա, որը իդեպ իրենց էլ է ձեռնտու, այսինքն այնպես չի, որ իրենց համար ոչ ձեռնտու խաղաղություն է սա մի խաղաղություն է, որտեղ գտել ենք այն ոսկե միջինը, որտեղ կողմերի, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի կարմիր գծերը չեն հատվի եւ մի ինչ-որ միջին իրար շատ մոտիկ միտեղ, այսպես զուգահեռ կգնան առանց մեկը մյուսին խանգարելու։ Հիմա այն ուժերը, որոնք ասում են, որ պետք է վերաբանակցել, ահա այս պարամետրերը, դա նշանակում է սա քանդել, թափել, հիմա եթե ասենք, ես ասեմ, այս աթոռի ոտքերը եկեք հանենք եւ նորից դնենք։ Կարող եմ ես շարունակել մնալ աթոռի վրա եւ ընթացքում ոտքերը փոխվեն։ Բարձր որ աթոռը կամ կճկվի, կամ կընկնի, ես կընկնեմ աթոռից, վերաբանակցել նշանակում է խաղաղությունը չեղարկել եւ բանակցել նոր խաղաղություն։ Եվ ահա այս արանքում ինչ պետք է լինի ըստ Պարոն Եղոյան, տեսեք, այդ վերաբանակցումը, իհարկե եթե ես սխալ եմ, կարող եք ինձ ուղղել, բայց այդ վերաբանակցումը դրա հիմնական տարրը վերաբանակցման արդյունքում ներմուծվող տարրը արցախցիների վերադարձնի հարցն է, որքան ես հասկանում եմ, այս պայն այլ հենասյուն մենք չունենք։ Եվ տեսեք, ես հարցը թեթև չեմ ասում։ Ես հասկանում եմ հարցի լրջությունը, բայց տեսեք, երբ որ Ալիևը կամ նրա հետ փոխկապակցված մենք էլ Ադրբեջանի քաղաքական համակարգը հաշվի առնելով մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց աշխատակազմի, այսպես հավանության, առանց աշխատակազմի դաբրոյի որևէ նարատիվ նման հասարակական կազմակերպությունների, ֆինանսավորվող, բավականին լուրջ ազդեցություն ունեցող կազմակերպության կողմից չի առաջ քաշվի։ Երբ նրանք Ալիևը ճիշտ է խոսում է խաղաղությունից, վերջերս հաճախ է նման խոսույթը, բայց երբ որ նրանք շարունակում են խոսել ադրբեջանցիների վերադարձի, պատմական ռևիզիա են փորձում անել իրենց տրամաբանությամբ, ովքեր ադրբեջանցիները հասարակական կազմակերպության ղեկավար, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր պետական քաղաքականությունը պետք է կառուցի նայելով թե Ադրբեջանում մի որևէ հասարակական կազմակերպություն ինչ է ասում։ Պարոն Եղոյան, չէ, ամեն դեպքում մինչև վերջերս Ալիևը եւս դա ասում էր։ Հիմա գուցե այս պահին վերջին ամիսներին նա չի ասում պաշտոնապես, բայց նայել է այդ գաղափարախոսության կրողը եւ տարբեր առիթների ժամանակ նայել է նախկինում ասել։ Հիմա հարցը հետեւյալն է. ինչու չենք դիտարկում այն փաստը, որ վերադարձի հարցը դնելը, թեկուզ արծարծելը բանակցությունների ժամանակ կարող է մեր կողմից որոշակի հակափաստարկ լինել նրանց փաստարկները զսպելու համար։ Այսինքն մենք որևէ գործիք չունենք, մի այդ հակափաստարկը արդեն բերվել է եւ արդեն զսպվել է եւ
փող զսպել եւ այդ հարցը փակվել է։ Ձեր ասածը արդեն տեղի ունեցել, արդեն դա բերվել է եւ զսպվել է։ Հիմա նորից այդ հարցը բերել նշանակում է այդ զսպման մեխանիզմը նորից քանդել, նորից ասել դե եկեք դուք ասեք, մենք ենք գալիս, մենք ասենք, մենք ենք գալիս, դուք ասեք, դուք եք գալիս, մենք ասենք, մենք ենք գալիս, նորից պտտենք այդ թափանիվը ու նորից բերենք մի հատ նոր կոնֆլիկտ։ Ձեր ասածը տեղի ունեցել արդեն։ Հարցը փակված է, պետական, ասում եմ, չէ, ճանաչում են միմյանց տարածքային եւ իրավազորությունը իրենց պետության տարածքի վրա բոլոր հարցերը մեն ինչ ընդգրկում է պետական իրավազորության շրջանակներում, այդ հարցերը վերջ փակված են ըստ նախաստորագրված պայմանագրի։ Ես գիտեք ինչ, ես չեմ կարող Կիկոսի, Մահի, մեր ամենասիրած հեքիաթներից մեկի այդ տրամաբանությամբ շարժվել, ասել իսկ կարող է պատահի 3 տարուց մի լինի մի այսպիսի բան, լինի այնպիսի բան, լինի այնպիսի բան։ Մենք ելնում ենք այսօրվա իրողություններից։ Այսօր կառուցված է այդ ճարտարապետությունը, մենք պետք է այն ամրապնդենք։ Ոչ թե ասենք դե միևնույնն է, իր մտքում մի բան կա, մեկը 3 տարուց ինքը հետ է կանգնելու իր մտքից։ Արի ես քանդեմ խաղաղության ճարտարապետությունը, որտեղ 3 տարուց մեկը ինքը քանդելու էր։ Այդպես լոգիկայով մենք չենք կարող աշխատենք։ Նույնիսկ եթե ինքը շատ մեծ ցանկություն, նույնիսկ եթե այդպես պատկերացնենք, քանդելու խաղաղության ճարտարապետությունը, ինչը ինձ թվում է, այս պահի նշանները դրա չկան։ Բայց նույնիսկ եթե դա այդպես է, մենք չպետք է ձգտենք, օգնենք իրեն քանդել խաղաղության ճարտարապետությունը, եթե նույնիսկ այդպիսի բան կասկածում ենք, այլ պետք է ամեն ինչ անենք այն պահելու, մեր ընկերներին, գործընկերներին էլ հրավիրենք, Երևանում էին մի շաբաթ առաջ, որպեսզի ճարտարապետությունը ամրապնդվի, ավելի ամրապնդվի, նոր հետաքրքրություններ մտնեն, արդեն նոր խաղացողներ մտնեն, իրենց շահերը այստեղ տեսնեն, սկսեն իրենց շահերը նաև սպասարկել ու այսպես կառուցվի այդ կայուն բալանսավորված վիճակը։ Պարոն Եղան, տեսեք, վերաբանակցել ինչ է, վերաբանակցել նշանակում է բոլորին ասել դե դուք գնացեք, հələ մի հատ մենք հրստեղ խոսալու բան ունենք, դուք հələ բոլոր պատտվեք գնացեք։ Տեսեք, պարոն Եղան, դուք քաղաքական ուժերին մեղադրում եք պատերազմի սանձազերծելու փորձերի կամ նման մտադրության մեջ, բայց մեղադրանքը հնչեցնում է մի ուժ, որի ղեկավարը դեռ 3-4 տարի առաջ մի 2-3 անգամ ասել է, որ ես այն հողերը կարող էի եւ այդ տարածքները կարող էին առանց պատերազմ հանձնել, բայց որպեսզի ինձ դավաճան չկոչեին, այդպես չի, դուք կտակեք։ Հեսա դուք ճիշտ եք մեջ բերեք։ Ես փիլիսոփայություն ասեմ, դու ճիշտ եք մեջ բերեք։ Փիլիսոփայությունը դա չի, դրանք երկու առանձին նախադասություններ են, մեկը 90% ճիշտ մեջ բերված 22 թվականի ապրիլին ազգային ժողովի ելույթում ասում էր կարող ենք այս նույն լուծումն ունենալ առանց զոհերի։ Վերջակետ։ Եվ ինչու չունեցանք առանց զոհերի։ Սպասի, մի րոպե, վերջակետ։ Այն մյուս նախադասությունը այդտեղ չի հնչել է այլտեղ եւ լրիվ այլ կոնտեքստում եւ ոչ այնպես ինչպես դուք եք ասում։ Ինչ կոնտեքստում։ Ինչ որ մի կոնտեքստում իրեն ասեցին, դե դուք գիտեք ձեզ դավաճան են ասելու հիմա, այսինքն իրեն ասում էին, որ իբր դուք չգիտեք, որ ձեզ հիմա դավաճան կասեք, վարչապետն ասեց լսեք, ես չեմ մտածում ինձ դավաճան կասեն, թե չեն ասի, եթե դրա մասին մտածեի, ընենցել էին ասելու, ընենցել էին ասելու, ես դրա մասին չեմ մտածել, այդ կոնտեքստում էր ասել, ինձ ասելու, ուզում էր ասել ի հակադրություն այդ հարց տվողի, չեմ հիշում ով էր, որ ասեց դե ձեզ հիմա դավաճան են ասում, դա ձեզ դուր է գալի, վարչապետն ասեց լսեք, ես դրան չէի նայում, ինձ կասեն թե չեն ասի, եթե դրան նայի, այնեցել պետք է, ընենցել էին ասելու, ասենցել էին ասելու, հետո գալով երկրորդ մտքին ինչ ասում, երբ որ ասում են դու ինչի չես շարժվել Լավրովի պլանով, երբ որ ասում է այսպես է լինելու, դուք հասկանում եք ինչ է նկատի ունի, այս վիճակը նկատի ունի։ Դե ասում եմ առանց զոհերի, այդ ինչու գնացինք զոհերի։ Եկեք մենք այս սա բարձաբանենք, որ ես իմ հարցը ձևակերպեմ։ Երբ որ նա 22 թվականի ապրիլին ասում է, որ այս նույն վիճակը կարող ենք ունենալ առանց զոհերի, որից հետո մենք գիտենք դա գիտեք ոնց կյանքում մարդը չի կարող անել այն ամեն ինչ, ինչը ուզում է, դուք էլ չեք կարող։ Դուք էլ կարող եք հայտնվեք մի պատմության մեջ, հայտնվեք մի կռվի մեջ եւ այդ կռվից դուրս գաք մի ինչ-որ արդյունքով վերջնարդյունքով եւ հետո գնաք տունը ջարդված քթով նստեք եւ ասեք լսեք բայց ես չէ որ այն ինչ կորցրեցի եւ ինչ որ բանի շուրջ լինի այդ կռիվը դուք կորցնեք տանուլ տակ այդ կռիվը ասեք բայց չէ որ ես կարող էի այդ դրեք մտքում դուք ուղակի խորհեք ասեք ես կարող էի դա տալ առանց կռվի մեջ մտնելու եւ վնասներ կրելու հասկանում եք վարչապետը ներկայացրել է ցույց է տվել թե ինչ արդյունքի էր բերելու այսպես կոչված խաղաղության պլանը
Այն որ ասում են խիչ է շարժվել խաղաղության պլանով, այսինքն Լավրովի պլանի մասին խոսելիս, երբ որ ասում էին նա ավելի լավ լուծում էր Լեռնային Ղարաբաղի հարցի համար, քան այն ինչ հիմա կա, վարչապետն ասել է ավելի լավը չէր, այս նույնն էր։ Այս նույնն էր, ուղղակի դա պետք է անեին քայլ առ քայլ, առանց մեր կողմից դիմադրության, առանց մեծ պատերազմի, որտեղ վերջն արդյունքում էլի, եթե ինչպես որ տեսանք, կներեք, մենք տեսանք, չէ՞։ 23 թվականի հարձակումը։ Չի ստացվում որ դիմադրություն ցույց ենք տվել դիմադրություն, որպեսզի մեզ չասեն դավաճան։ Դες չի ստացվում։ Չի ստացվում, ցույց ենք տվել, որովհետև դա բնական ռեակցիա է եղել։ 20 թվականի հոկտեմբերի 19-ից հետո, երբ որ 19-ին արդեն շատ ավելի առարկայական շոշափելի տարբերակար պատերազմ կանգնեցնելու, բայց մենք շարունակել ենք պայքարել, այս թեման ես գիտեմ որ բազմիցս արծարծվել է։ Ես մանրամասն գիտեմ, աղամասն ասեք։ 19-ից հետո երբ որ մենք շարունակել ենք, բայց կարող էինք կանգնել։ Չէ, մի դեպք կարող էինք կանգնել, դա չէ, բանակցություն ա եղել, պայմաններ ա եղել, վարչապետը համաձայնել է, պահել այն գիծը, որը որ կա, բայց բնականաբար վերադարձվում էին այն շրջանները, որոնք դեռ գրավված չէին, այսինքն Քարվաճար, ուրեմն Լաչինի, այսինքն 7 շրջանների մասին է գնացել խոսքը, պլյուս բնագիծ։ Այդ կետում վարչապետը համաձայնել է, բայց դրանից հետո եկել է նոր առաջարկ, պլյուս Շուշի բանակցությունների ընթացքում, երբ որ արդեն վարչապետը տվել է իր համաձայնությունը հոկտեմբերի 19-ին, Ադրբեջան, երբ որ դա Ռուսաստանի նախագահը կոմունիկացրել Ադրբեջանի նախագահին, Ադրբեջանի նախագահը ասել է չէ, ստոպ, մեկ էլ Շուշի, իսկ այդ ժամանակ իրանք գտնվում վերադարձ Շուշի, դա տարբեր բաներ համաձայն եք, որտեղ այնտեղ կա լոգիստիկա, կա աշխարհագրություն, կա ճանապարհների վերահսկողություն։ Okay, այդ ժամանակ շփման գիծը գտնվում էր Շուշիից մոտավորապես 30 կիլոմետր, եթե ոչ ավել, հարավ 30-40 նույնիսկ կիլոմետր, հիմա չեմ հիշի, գտնվում էր այդ պահին մոտավորապես Հադրութից մի քիչ հյուսիս էր գտնվում, այո, իսկ ոնց էին Սղնախի կողմերը մոտավորապես, կներեք, ոնց։ Եվ բայց այդ ամեն ինչն էլ մի կողմ էլի, ախր։ Չէ, ինչու է վերադառնում, որովհետև պարոն Եղոյան, տպավորություն է ստեղծում, հետքեք իհարկե, ես մեկ չեմ ուզում կռիվալ։ Կներեք, էլի դուք էլի ձեր հարցը կտաք, բայց ես մի բան ասեմ, լավ, դուք այս ամեն ինչը տեսնելուց հետո 23 թվականի սեպտեմբերը տեսնելուց հետո դուք էլի համարում եք, որ դե լավ, դե նենց անենք, 23 թվականի սեպտեմբերի այդ դեպքում կլիներ ոչ թե 23 թվականի սեպտեմբերին, այլ 22 թվականի սեպտեմբերին։ Այդ դուք տեսնում եք, չէ, ուժերի հարաբերակցություն եւ ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուժերի հարաբերակցություն, նաեւ Ադրբեջան-Ռուսաստան ուժերի հարաբերակցություն։ Դուք տեսաք, լավ, Շուշին էլ ընկավ, բայց հետո կանգնեց չէ գիծը, եկան չէ խաղաղապահները, եղավ չէ Լավրովի պլանը, ամեն ինչ գնում էր всё идёт по плану, չէ, այսպես իրանց պատկերացրած, ինչպես իրանք էին, իրենց պլանի մեջ ասում նա վերադարձնում է, գալիս են խաղաղապահները, լղիմ գիծը պահում ենք, այո, առանց Հադրութի ու Շուշիի պատերազմի հետևանքով այդ լղիմի մյուս գծերը պահվել էին, չէ, բայց չպահվեցին, լղիմի մյուս գծերը, այսինքն եթե ավելի մեծ լինեին այդ գծերը պահվելու էին, պատճառը փոքրությունն է, թե պատճառը այլ համաձայնություն էր կամ այլ հակադրություն էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, որը Ռուսաստանը չկարողացավ, հիմա ես չեմ ուզում, փաստ է, չէ, փաստ է, ասենք հիմա կներեք ռուսական զորքերը այլ տեղերում էլ չկան, աշխարհի այլ կոնֆլիկտային տեղերում էլ չկան, միտեղ կան, միտեղից դուրս են գալիս, միտեղ մտնում են, եթե ունեին այդ ռեսուրսը իրականացնելու այդ առաքելությունը, թող իրականացնեին, իրանք չէին, չէ՞ այդ պլանը գրել տվել։ Սա տալիս եք մեզ զորքերը, գալիս են մենք երաշխավորում։ Բայց մենք էլ մի կետից փաստացի հետ կանգնեցինք, խոսքը վերաբերում էր կոմունիկացիաների բացման համատեքստում։ Նման կետ մենք երբեք նկատի ունեմ այն ինտերպրետացիայով, որ ինտերպրետացիայով, որ իրենք էին դա հետո ներկայացնում, մենք երբեք չէինք համաձայնել եւ չենք էլ կարող եւ ասեմ ավելին, դա իրավունքներ չունենք, դա տեխնիկապես էլ հնարավոր չէր։ Արտատարածքային միջանցք մենք չէինք կարող դրա բաները տեսեք, մենք շատ լավ անգրվանի եկանք եւ այսօր մենք խոսելուց կլինենք լրիվ այլ թեմաներից եւ դրան գումարած ամենակարևորը, գիտեք, սա էլ է շատ շահարկվում։ Իսկ ով է ասել, որ նա երաշխիք էր Լեռնային Ղարաբաղի գոյության։ Իսկ կար այդ երաշխավորը։ Կներեք, բայց ոչ ոք նման երաշխիք չի տվել։ Ոչ ոք մեզ չի ասել, լավ, այն էլ եկեք անենք ու 100%-ով երաշխավորում են, որ չենք ունենա 23 թվականի սեպտեմբեր։ Եվ մենք գիտեինք, որ նման երաշխիք չկա։
Նույնիսկ եթե ասեին էլ որ տրամաբանության առաջնորդն էլի մեծ հարցակալի օգոստոսի 8-ի պայմանավորվածությունն էլ որ երաշխիք չկա, մանավանդ հիմա, երբ որ այդ երաշխիքի այսպես տեսական երաշխավորը Թրամփը զբաղված է շատ ավելի լուրջ кейսով։ Համար օգոստոսի 8-ը լրիվ այլ ճարտարապետություն է։ Օգոստոսի 8-ը բացի ԱՄՆ-ի ներգրավվածությունից, նաև մի կետ է նույնից եմ ասում, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը եկել են համաձայնության, այդ համաձայնությունը թղթի վրա տվել են, ստորագրել են։ Եթե դուք հարցնում եք էլի վերադառնալով Կիկոսի մահին, հա, եթե դուք հարցնում եք իսկ 100%-ով կարող եք ես հատկացնող չէ, մենք հասուն մարդիկ ենք, բայց ավելի լավ է ունեցածը ամրապնդել, ընդ որում ասում սա չի խախտում մեր կարմիր գծերը, նա խախտում էր արտատարածքային միջանցքը, մեր կարմիր գծի խախտում էր արդեն։ Մենք չէինք կարող կարմիր գիծ խախտելով խաղաղություն բերեինք, հասկանում եք։ Այո, տեսեք, վարչապետը վերջերս չենք դա կներեք, դա մենք համանadrությամբ էլ իրավունք չունենք։ Տեսեք, վարչապետը վերջերս այս հարցատամ, վարչապետը վերջերս իր հարցազրույցներից մեկում ասաց, որ այս նույն մոդելը, որ թրիփի շրջանակներում մենք հասել ենք, մենք առաջարկել ենք նաև ռուսական կողմին։ Օվերչուկի այդ հանձնաժողովի մասին էր հավանաբար խոսքը։ Բայց ես հիշում եմ, Օվերչուկը մի քանի անգամ նաև ինձ անձամբ էլ է ասել, որ այդ ճանապարհները բացվելու են կողմերի իրավազորության, տարածքային ամբողջականության, սուվերենության եւ ինչ պետք է ասեմ։ Այդ դեպքում որտեղ է ամրագրվել արտատարածքային միջանցք։ Բանավոր պայմանավորվածությունների մեջ է ամրագրվել։ Հետագա քաղաքական պահանջներում, Ադրբեջանի քաղաքական պահանջներում։ Եվ ռուսները այդ քաղաքական պահանջը ընդունել են։ Ամենայն դեպս չեն հակադարձել այնպես, որից մենք համոզված լինենք, որ դա տեղի չի ունենալու։ Այդ մեկ եւ երկրորդը մենք կներեք, բայց Ռուսաստանին էլ չենք կարող որևէ արտատարածքային միջանցք տալ եւ ԱՄՆ-ին էլ որևէ արտատարածքային միջանցք չենք տվել։ Բայց Ռուսաստանի ուզածը արտատարածքային միջանցք էր։ Ես ռետորական հարց չեմ տալիս, ես պարզապես հիմա այն ինչ այդտեղ Ռուսաստանի ուզածը շատ սերտ փոխկապակցված էր Ադրբեջանի պատկերացումների հետ, քանի որ իրենք էլ էին իրար, այսինքն այդտեղ երրակողմ խոսակցություն էր, դա երկկողմ խոսակցություն չէր, եւ մենք պիտի շատ անկեղծ ասեմ, մենք չէինք զգում այդ խոսակցության մեջ, որ Ռուսաստանը մեր ասած գիծն է պահում, այսինքն 100%-ով բացառում է արտատարածքային որևէ ելևեջ քաղաքական խոսույթում եւ ամենակարևորը, լսեք, ամենակարևորը պրակտիկայում։ Այստեղ մեր խոսքերից անդին կա նաեւ պրակտիկա, չէ՞, մենք շփման փորձ ունենք, չէ՞, այս պետության հետ, այն պետության հետ խոստումների փորձել, չէ՞, ունենք։ Այդ պայմաններում, այդ իրավիճակում, ախր այնտեղ կա կոնտեքստ, որը ոչ մի թղթում գրված չի, չէ՞, դա ուղղակի զգացվում է կամ բանակցությունների ժամանակ եւ նաեւ գետնի վրա։ Նաեւ գետնի վրա դուք գիտեք, որ այնտեղ փորձ է եղել փշալարով պատել այդ տարածքը։ Դուք գիտեք դրա մասին։ Այսինքն 42 կիլոմետրը։ Այո։ Գիտեք դուք դրա մասին։ Որ մայրաքաղաքից են առաջարկել դա։ Չէ, փորձել է եղել դա։ Իսկ կներեք, տեսեք դուք մի անգամ ինչ լավ հարց տվեցիք, չասեցիք ով է արել։ Ասեցիք որ մայրաքաղաքից են առաջարկել։ Կներեք, իսկ ով է փորձ արել։ Ով է փորձ արել։ Եվ կներեք, այդ փորձը մեզ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այստեղ ուրիշ խոսակցություն է գնում։ Այստեղ Օվերչուկի ասած այդ օրոսկա, անունով, եթե պետք լինի մի ինչ-որ բան, մի տեղ մի կնիկ դնելու, կգային Երևան, կհարցնեին, կասեին մի հատ այս կնիքը, մի հատ կարելի է, այս կնիքը մի հատ այս, չգիտեմ, շինթույլտվության համար մի հատ կնիկ է պետք, բայց խոսքը նաև թրիփի պարագայում էֆեկտիվ, նաև օպերատիվ կառավարման, նաև տեղում ամբողջական լիազորության եւ իրավազորության մասին է, ոչ թե ուղղակի ֆորմալ ասեն հալա, հա։ Շատ լավ։ Վերադառնանք ամեն դեպքում ընդդիմություն իշխանություն այս բանավեճին, բավական, տեսեք, 3 քաղաքական ուժերից համեն դեպս երկուսը Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը նրանք արմատական վերաբանակցելու կամ առասարակ այդ բանակցային սեղանը շուռ տալու միտված որևէ նարատիվ չեն առաջարկել։ Մի ուժ ոչ արմատակ։ Տեսեք, նույնիսկ շատ թեթևակին, սա ասում շատ
ես անպայման չի թույլ թվան կա։ Օրինակ եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում դուք ասեք, դուք հեղում անեք այն հանգամանքի, որն ասում է այս տարածքով մենք չպետք է սահմանափակվենք, գուցե դա արմատական է, բայց երկուսի պարագայում մենք վերաբանակցելու, նորից նոր սեփական կետից սկսելու, հա, բաներ մենք խոսույթ մենք չենք լսում, այսինքն այստեղ դուք որտեղ եք տենում ամեն դեպքում պատերազմ բերելու նրանք գուցե 1-2 օպցիա նրանց պատկերացումները այլ լինի բայց արմատապես որքանով ես հասկանում նրանք չեն ուզում այդ բանակցային սեղանը շուտ չի կարող ինչու այդ եմ ասում որովհետև կքանդվի բալանսը ասում եմ 1-2 օպցիա չի կարող այլ լինել ոչ մի օպցիա չի կարող լինել բոլոր իրանց հավատացած եղեք եւ պարոն Ծառուկյանի եւ պարոն Կարապետյանի մտքով անցած բոլոր օպցիաները, բոլոր հնարավոր եւ անհնար եւ նույնիսկ քվանտային մակարդակում ինչ օպցիա որ եղել է, այդ բոլոր օպցիաները մեր մտքով անցել է, այդ բոլոր օպցիաները բանակցվել է, այդ բոլոր օպցիաները կոմունիկացվել է բոլոր խոշոր խաղացողներին, միջնորդներին, Ադրբեջանին, մեր հասարակությանը բոլորը եւ սա ամենաօպտիմալ տարբերակն է, ոչ մի սանտիմետր այն չի կարող փոխ մենք այն չափազանց թանկ գնով ենք այդ ձեռք բերել որ հիմա մեզ ճոխություն թույլ տանք ասենք հələ մի հատ ես օպցիա ունեմ հələ մի րոպե եկեք ստեղ այ օրինակ ես որ դիմումները պետք է հետ վերցնենք անելու են այդպես բան թե չէ դիմումները հետ ենք հաշելու դիմումները ըստ պայմանագրի նախ ստորագրելու են թե չէ սկսենք այդտեղից ամենակարևորը մի րոպե մոռացա ստորագրելու են թե չէ ասենք Ադրբեջան որ նրանք ասելու են չենք ստորագրել չէ իրանք ուրիշ բան են ասում են դե եթե Ադրբեջանը ստորագրի ամենք էլ դեմ, մի բան էլ լավություն են էլի անում, իրանք ես փաստաթղթին չեն վերաբերվում, որպես մի արժեք, որը պետք է ամեն գնով պաշտպանեն, իրանք սան վերաբերվում են, որպես դե սեստենես պիտի լիներ էլի, բայց էլ չլիներ, հələ բերեք մի երկու օպցիա էլ փոխենք վրան, տնանք ինչ անում, բայց այդպես դա սխալ ընկալում է։ Պարոն Եղոյան, եթե հիմա գուցե ես հարցատամ ասեք Կիկոսի մահը, բայց մենք տեսել ենք, որ իրավիճակը բազմիցս կարող է փոխվել, թե տարածաշրջանում, թե գլոբալ։ Եթե 2-3 տարի հետո այս մոդելը չաշխատի, որ դուք հիմա ասում եք ոչ մի փոփոխություն չեն կարող անել, ինչպես կա որևէ խմբագրում չեն կարող անել, այս կոնստրուկցիան չեն կարող փլուզել։ Եթե սա էլ չաշխատի, չեք ասելու, որ այն էլ էր սխալ, այ հիմիկվան է ճիշտ։ Եթե սա չաշխատի, ցանկացած հաջորդ փոփոխություն Հայաստանի համար լինելու է ավելի վատ, ավելի լավ չի կարող լինել, որովհետև սա լավագույն օպցիաներով տարբերակն է, բոլոր պարամետրերով։ Եթե սա ինչու չպետք է աշխատի։ Գիտեք ես ինչու եմ հարցնում։ Սա կարող է չաշխատել մի դեպքում, եթե մենք, այսինքն մի չէ էլի, երկու դեպքում, եթե կողմերից մեկը չուզենա, կեսից հետ կանգնի այս ճանապարհից, չուզենա որ այն աշխատի։ Եվ ինչի պիտի մենք լինենք այդ կողմը։ Մեզ օգտակար ճանապարհից ինչի պիտի մենք հետ կանգնենք։ 20 թվականից առաջ, երբ որ Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը գնում էին Աղդամ, նորը ձեռքին նկարվում են եւ ասում են Աղդամը մեր հայրենիքն է, որպեսզի նրանք ես հասկանում եմ մոտիվացիան Սերժ Սարգսյանին ցույց տալ, որ տես դու 2005 թվականին ասում էիր մեր հայրենիքը չի, մենք ասում ենք մեր հայրենիքը, ուզում էին ավելի արմատական ոչ, հիմա ասում են վերջերս Ալեն Սիմոնյանը ես ասեմ, էլի ես գիտեմ ինչ եք ասելու։ Ես ասեմ, վերջերս Ալեն Սիմոնյանը ասաց, որ սխալ էինք անում։ Որտեղ է երաշխիքը, որ 3 տարի հետո չի ասելու սխալ էինք այսօրվա համար անում։ Ալեն Սիմոնյանը եւ Սուրեն Պապիկյանը եւ ընդհանրապես մենք բոլորս մենք պաշտպանում էինք 94 թվականի մոդելի չպատերազմը, չասեմ խաղաղությունը։ Մենք ինչ ունեինք այդ պահին սեղանին։ Մենք դա ունեինք, չէ՞ սեղանին։ Մենք չենք կարող այդ մոդելից ասած ձեզ որ ասում եք բան փոխենք, օպցիա փոխենք, սա փոխենք, նա փոխենք։ Մենք հասկանում ենք, որ եթե մենք մտել ենք այս, մենք ստացել ենք այս ժառանգությունը, մենք չենք կարող փոխել այդ ճարտարապետությունը կամ էականորեն չեն կարող փոխել եւ ելնում ենք նրանից, որ մեզ թողել են լավ ժառանգություն, բանակցային, այսինքն ոչ թե լավ, այլ այն ինչ կա, որ հասկանում եք մենք ի տարբերություն այսօրվա անդիմադիրների, մենք չենք ասում, դուք հիմա ասացիք սեփական կետից, այդ սեփական կետը ոչ թե սեղանին դրված փաստաթղթին է վերաբերում, վարչապետի ասած սեփական կետը, այլ այդ փաստաթղթի նկատմամբ հարցերին, դիրքորոշումներին, փաստաթուղթը տղո մենք չէինք կարող փոխել, մենք չէինք ասի Լավրովին, այս փաստաթուղթը չեմ ուզում տալ, ուրիշը գրի բեր։ Սեփական կետներն էր, որ մի հատ խորանանք այդ փաստաթղթի շուրջ, մի հատ հասկանանք այնտեղ ինչ վերջը լավ ուր է տանում ես այդ փաստաթուղթը, ուր է տանում այդ փաստաթուղթը։ Ոչ թե ուղղակի ժողովրդին հետ ասենք, Ժորժ ջան, տեսեք գրած է ինքնորոշում։ Տեսակ ինքնորոշում, ուրա դե մի ծապ տվեք, գրած է ինքնորոշում, այլ մի եղբայր պետք է եկեք, այս որ գրած է ինքնորոշում, հələ կողքը գրած է տարածքային ամբողջականություն, ո՞նց ենք անում, ուր ենք անում, լավ ասենք 5 շրջանը հիմա տվեցինք,
Հետո ինչ է լինում, ով է գալիս, ասած ձեզ ով է երաշխավորում, հետո հանրակրվեն երբ է լինում, ինչ հարցով է լինում, սահմանափակված է հարցի բովանդակություն, թե անսահմանափակ բովանդակությամբ է։ Սերժ Սարգսյանը ինքը խոստովանեց իր հարցազրույցում, որ 16 թվականի ապրիլյանից հետո ինքը ստիպված համաձայնել է, որ սահմանափակվի հարցի բովանդակություն, այսինքն չէր կարող այնտեղ տրվել ամեն հարց այդ հանրակրվեի ժամանակ, այլ այդ հարցը պետքա համապատասխանեցվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանությանը։ Ձեր հարցը Ալիևն էլ ասում էր փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Ղարաբաղը։ Այո, ստիպում էին, ինքն էլ է ճիշտ ասում, դա տեղեկացություն չկա։ Այո, ստիպում էին։ Ստիպեցին եւ դա չհաջողվեց իրենց անել։ Եթե ստիպում էին, ուրեմն դա հաջողվեց, չէ՞։ Չհաջողվեց։ Այդ ստիպելուց հետո ինքը սկսեց ապրիլյան պատերազմը։ Թե չսկսեց։ Ապրիլյան պատերազմից հետո մեր բանակցային դիրքերը ուժեղացան, թե թուլացան։ Դե առասարակ եթե զուտ քրոնոլոգիան նայենք, այդ հայտարարությունը ապրիլից հետո է արել 16 թվականի հոկտեմբերից։ Ինքը հենց այդ էր ասում էր ինձ ստիպում էին, ինքը ամբողջ իր նախագահության մասին ասում է համանախագահողները ուզում են ինձ համոզեն, որ ես ընդ որում ինքը ստիպել ասելով այդտեղ նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի, դա էլ չենք խոսում, անկա հենց անկախությունը ասել մեր վերման մեջ։ Անկախություն ասել։ Դե դա միգուցե իր կարծեմ կառավարության նիստի։ Հա, բայց նույնիսկ եթե այդպես, բայց բացի դրանից, լսեք։ Հիմա ասում են ինքն էլ իր ժողովրդին է ուզում ցույց տա, որ ինքն էլ է պահում իր պետության շահերը։ Այո, եթե լսեք, եթե համանախագահողներին հաջողվեր դա անել, այնպես չի որ համանախագահողները մեր հակառակորդներն են։ Այո, իհարկե փորձել են, այնպես էլ են փորձել, այսպես էլ են փորձել Կազանի տարբերակով էլ, այսպես էլ բանակցել են, չէ՞, 25 տարի։ Բայց չի ստացվել, չի հաջողվել, դա բերել է պատերազմի, եթե դա հաջողվեր, եթե ստիպելու գործընթացը հաջողեր, ապրիլյան պատերազմը չէ լինի, իսկ ապրիլյան պատերազմից հետո ինչ կասեք, մեր բանակցային դիրքերը ուժեղացան, թե թուլացան։ Մենք ավելին կարողացանք պահանջել, թե հրաժարվեցինք մեր մի քանի պահանջներից, մենք հրաժարվեցինք մեր մի քանի, այսինքն Սերժ Սարգսյանը հրաժարվեց իր մի քանի պահանջներից եւ հետո էլ իր պաշտոնից։ Լավ, վերադառնանք ընտրություններին։ Բայց ես ձեր հարցի ուզում եմ ամեն դեպքում նաև պատասխանել բովանդակային, ուրեմն մի քանի տարուց ինչ երաշխիք ունենք։ Սա է աշխարհի կարգը։ Սա է։ Մենք հիմա բերել ենք աշխարհի այսօրվա կարգին համապատասխան խաղաղություն։ 94 թվականի մոդալիտիներով չպատերազմը ոչ թե աշխարհի կարգն էր այդպես, այլ դա բացառություն էր աշխարհի կարգից։ Դա կոնֆլիկտային ճարտարապետություն էր, դա ոչ թե խաղաղության ճարտարապետություն էր։ Դա կոնֆլիկտային ճարտարապետություն էր եւ պարոն Սիմոնյանի եւ պարոն Պապիկյանի փորձերը ինչ որ ձև, չգիտեմ, կառավարել այդ իրավիճակը։ Իրանք փորձել են կառավարել կոնֆլիկտային իրավիճակ, կոնֆլիկտի ճարտարապետության մեջ են իրանք գործել։ Հիմա գործում է խաղաղության ճարտարապետություն։ Ուղղակի եթե սա էլ չստացվեց, եթե սա էլ տապալվեց, եթե հանկարծ կարգը փոխվի, մոդալիտին փոխվի, այդ դեպքում չասեք, որ սա էր սխալ։ Մենք չենք կարող ասել, որ սա է սխալ։ Կարող է տեսականորեն այնպես լինել, որ աշխարհը գլխի վայր շուտ գա, ես դա չգիտեմ, բայց մենք չենք կարող ասել, որ սա սխալ է, որովհետև այս պահի աշխարհի կարգը սա է, մենք ոնց ասենք, որ սա սխալ է։ Կարող ենք ասել, չեմ ուզում սա ասեմ, բայց կարող ենք ասել, որ մեր ճիշտն էլ ուրեմն, տեսեք, մեր ճիշտն էլ չանցավ։ Եթե այդ Կիկոսի լավ գնամ, մտնեմ այդ Կիկոսի մայի թեմայի մեջ, վերջում կարող եմ ասել, մեր ճիշտն էլ չանցավ, բայց երբեք չենք կարող ասել, որ սա սխալ է, որովհետև ամեն տառը համապատասխանեցված է այսօրվա աշխարհում եղած մյուս բոլոր խաղաղության ճարտարապետությունները ինչքան կան, չէ՞ աշխարհում։ Մենակ մեր կոնֆլիկտը չի լուծվել։ Մյուս բոլորի նման այդ նրանց օրենքի տառով եւ ոգով է արած։ Եթե դա չստացվի, ուրեմն շատ, ինչ ասեմ, ասում են հայի բախտ, բայց ես չեմ ուզում որ մեր ասած այդ բախտը լինի։ Ուզում եմ որ կառուցենք դա, որ վերջում էլի չէ որ ասում են հայի հետին խելքով էլի չասենք, բայ մի բան ինչի սենց արեցի, ինչի սենց արեցի։ Բարի, պարոն Եղիազարյան, ձգտում եք սահմանադրական մեծամասնություն ստանալ, սակայն ըստ որոշ հարցումների դա բավականին անիրատեսական է ներկա փուլում։ Դրանից ոնց կա։ Ինչպես են գնահատում, առհասարակ այդ հարցումները ինչպես են գնահատում։ Չէ, այնտեղ հարցումների մեջ մի հատ այսպես շփոթ կա։ Մարդիկ շատ հաճախ վերցնում են ուղղակի պատասխանների թիվը տոկոսային հարցիկ հարցվածների
մեջից պատասխանող այս կամ այն կուսակցության ընտրողների թիվը, ասենք 100 հոգի պատասխանել է հարցի, ընդհանրենք 35-ը ասել է ընտրելու եմ ԿՊ-ին։ Ասում են դե տեսեք ԿՊ-ն ունի 35%, ոչ։ Որտեղ այդ 100-ն էլ չեն գնալու ընտրության։ Այդպես չի լինում, որ 100 հոգին էլ մասնակցեն ընտրության կամ այնտեղ կան չկողմնորոշված մարդիկ, որոնք կողմնորոշվելու են այս ամսվա ընթացքում։ Կան գաղտնի պահող մարդիկ, որոնք էլի այն նույն համամասնությամբ են ինչ որ պատասխանողները։ Եվ եթե մենք այս կտրվածքով ենք նայում, մենք կարծում եմ, որ կարող ենք ունենալ սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն ունեք այդ հույսը, այդ պատկերը ձեզ հուշում է, որ դուք ունեք։ Այո, կարող եք, ես չգիտեմ, քանի որ սահմանադրական մեծամասնության հարցը կարող է կախված լինել 1000 քվեից, 2000 քվեից, 3000 քվեից, դա ես չեմ կարող։ Իսկ պլան B ունեք իդեմս մասնավորապես այլ ուժերի հետ, որոնք քիչ թե շատ ձեր գաղափարները կիսում են։ Արդեն սահմանադրական մեծամասնություն կազմում։ Կոալիցիայի տրամադրում։ Այսինքն դիտարկում եք այդ պլանը։ Այդ եթե թող ձևավորվի արժեն, կտեսնենք ով կանցնի, ես հիմա ինչ ասեմ։ Երևանի ավականու ընտրություններին 23 թվականի սեպտեմբերին իշխող ուժը ստացավ 33% մայրաքաղաքում 33%-ից մի փոքր քիչ։ 25 թվականի Գյումրու ընտրություններին ճիշտ է զուտ թվաբանորեն ձեր տեխնացուն բոլորից առավել ձայներ հավաքեց, սակայն ընդդիմադիրները միավորվեցին եւ գիտենք այդնի։ Հիմա չունեք մտավախություն, որ երկու խոշորագույն քաղաքներում էլեկտորատը եւս նման վարկագիծ կդրսևորի։ Այս ռիսկերը կա։ Որովհետև կարևոր է ամեն դեպքում Երևանում վճռորոշ է։ Որովհետև դա հայտնի փաստ է, որ համայնքային եւ համապետական ընտրություններում մարդիկ դրսևորում են շատ տարբեր էլեկտորալ վարկագիծ, շատ տարբեր, մարդիկ շատ լավ հասկանում են քաղաքապետի ֆունկցիաների եւ հանրապետության վարչապետի ֆունկցիաների տարբերությունը, այսինքն համայնքային ուրեմն լիազորությունների եւ համապետական լիազորությունների շրջանակը եւ քաղաքապետ ընտրելիս, համայնքի ղեկավար ընտրելիս մարդիկ ընտրում են, այո, նաեւ ուրեմն հաշվի առնելով կուսակցությունների դասավորվածությունը, բայց նաեւ ընտրում են քաղաքապետ, համապետական ընտրություններում ընտրում են վարչապետ եւ խորհրդարանական մեծամասնություն, այսինքն մենք շատ ինչ եք Երևանն ու Գյումրին ասում, կներեք, մենք քանի քաղաքում ենք համայնքային ընտրություններում պարտվել, ընդհանրապես պարտվել ենք համայնքային բազմաթիվ ընտրություններում, ինչ ասեմ, ոչ թե կոալիցիայով ենք դարձել համայնքապետ կամ ամենաշատ ձայն ենք հավաքել եւ չենք կարողացել դառնալ, այլ ընդհակառակը շատ փոքր ֆրակցիա ենք կարողացել ձևավորել այդ համայնքում, բայց դա չի նշանակում, որ ընդ որում ասեմ, դա եղել է համապետական ընտրությունից ամիսներ անց, հիշում եք, համայնքային ընտրություններ էին 21-ի նոյեմբերին էր, եթե չեմ սխալվում, նոյեմբեր-դեկտեմբեր, ընդամենը ստացվում է 4 ամիս անց էր, չէր կարող քաղաքացու ընտրությունը այդ 4 ամսում այդ աստիճանի փոխվեր որևէ կուսակցության հանդեպ, այլ ընդամենը ինքը քաղաքային հարցերում մի քիչ ավելի շատ անհատական միգուցե մոտեցում նկատեմ համայնքային հարցերում անհատական ընտրություն է նաև կատարել, այլ գործոններ են միգուցե ազդել, չեմ կարող ասել, բայց չէ, մենք հիմա շրջում ենք, տեսնում ենք մարզերով, ասենք, դուք եք էլի տեսնում ամեն ինչ տեսախցիկների առաջ է, մարդկանց ջերմ ուրեմն ռեակցիան, խոսում ենք մարդկանց հետ, ոչ միայն տեսախցիկի առջև, այլև այնպես էլ մենք, այսինքն Քարոզարշավի առաջին օրը դուք Սյունիքում էիք, մասնավորապես տեղ եւ Կորնիձոր գյուղերում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ ելույթի կարևոր թեմաներից մեկը, չասեմ միակ թեման, Ղարաբաղյան շարժումներ եւ այդ շարժումը չշարունակելու մասին նրա պնդումներն էին։ Ինչու հենց Կորնիձորում ու տեղում գուցե դա փորձ էր արդարացնելու այն փաստը, որ տեղն ու Կորնիձորը հիմա անմիջապես սահմանամերձ գյուղեր են դարձել։ Ինչ որ սիմվոլիզմ չկա դրա մեջ։ Կորնիձորը միշտ են եղել անմիջապես սահմանամերձ գյուղեր։ Ուղղակի այլ հարց, որ կոնֆլիկտի ժամանակ կար նաև շփման գիծ, շփման գիծը եւ սահման ուրիշ է։ Այո, տեղ եւ Կորնիձոր գյուղերը շփման գծից, Ղարաբաղյան կոնֆլիկտի շփման գծից, այո, բավականին հեռու էին, բայց նրանք միշտ գտնվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին շատ մոտ եւ այսօր էլ գտնվում են այդ պետական սահմանին շատ մոտ։ Այդ գյուղի բնակիչը չէ կարող գնալ օրինակ իր գյուղի համայնքապետից այդ սահմանից 2 մետր անկում շինթույլտվություն հաներ։ Օրինակի չէ կարող նման բան անել։
Դրա համար արդեն պետք է գնալ Ղարաբաղից կամ այնտեղի համայնքից, այսինքն իր համայնքի եւ Հայաստանի Հանրապետության սահմանը միշտ գտնվել է այնտեղ, որտեղ գտնվում է հիմա, ես խնդրում եմ, Հայաստանի Հանրապետության սահմանները չեն փոխվել, հետեւաբար որևէ գյուղ չի մոտեցել սահմանին, այլ ուղղակի Ղարաբաղի շփման գիծն է վերացել պատերազմի հետևանքով։ Ձեր ասած է, որ ասում եք, ձեր ասում եք գյուղերի բավականին, որ ասում եք գյուղերի անվտանգային մակարդակի բավականին, որ ասում եք 5 շրջան է, որ ասում եք, բա առանց, բա ճիշտ չէ լինի շարժվել, այդ նույնն է, այդ որ ասում է նույնը, վարչապետը դա նկատի ունի, որ այդ 5 շրջան այն ասվածը նաև Ղուբատլիի շրջանն է։ Ղուբատլիի շրջանն է, այսինքն տեղ եւ կորնիձոր գյուղերից որ նայում ես ձորին, արդեն այդ շրջանն է։ Հիմա մենք տեսեք դուք մի հարցում ասում եք, բա ինչի առաջ չշարժվեցինք Լավրովի պլանով, առաջ շարժվեինք, էլի Լավրովի պլանով։ Եթե պետք է զոհեր ունենայինք ու այսպես լիներ, ավելի առաջ շարժվեինք։ Ես այդ տրամաբանության մեջ եմ ասում։ Եթե բայց կա կռվի բան, չէ, կա կռվի, կա կոնֆլիկտի տրամաբանություն։ Մենք ոնց դուրս գայինք կոնֆլիկտի, այսինքն մենք դուրս գայինք մեր մեջից, եթե մենք չլինեինք հայ, Հայաստանում ծնված մեծացած մարդիկ, եթե կարող է Նորվեգիայից մի հատ փորձագետ գալ, օրինակի համար, որ ընդհանրապես չի նայել հայկական հեռուստաընկերություն 30 տարի, չի սովորել հայկական դպրոցում, չի գնացել հայկական բուհ, չի կարդացել հայկական մամուլ, ինքը ասել, այ իմ փորձագիտական կարծիքն է, սիրելի հայ ժողովուրդ, որ դուք անեք այսպես, բայց ինչ են անելու հայ ժողովուրդը եւ մեկը դուք եւ ես։ Ես էլ, ես ինքս։ Վարչապետը որ գարից դա ասեր ֆրակցիայի նիստում, ասեց իրել ինքերներ, ասենք մի ձև կարողանում էր ինքը դա մարսել ու մեզ ասել։ Ֆրակցիայում ինչ է տեղի ունենալու։ Ընտրողները պահանջում են իշխանություններից Արցախյան շարժումը շարունակել, որ իշխանությունը իմանալով դրա վտանգավորությունը մշտապես ասում է, որ չէ, չպետք է շարունակել։ Արցախյան շարժում շարունակելը միշտ չի որ սկսվում է այդ վերնագրով։ Այդ վերնագիր, անպայման չի դու այդ վերնագիրը ասես, անպայման չի գնաս ասես, ես պահանջում եմ Ղարաբաղի շարունակություն։ Ասել վերադարձի իրավունքն ենք պաշտպանելու, դա էլ է շարունակություն։ Ասել վճիրներ բաները, հայցերը հետ չենք քաշելու դատարաններից կամ թողնելու ենք տալու ենք մասնավոր անձինք, այդն էլի բանանում, ակնարկում, մասնավոր անձինք տալու են, այսինքն այն Ադրբեջանի մասնավոր անձները այնպես տունը քնած է մնալու երևի թե, մնալու է տունը քնի նա չի տալու, մենակ մենք ենք, այսպես տակից տանք, այնտեղ գնանք, շահենք, հետո վեր կենանք, ասենք, մենք շահեցինք այսպես, այդպես է սկսվում կոնֆլիկտը։ Այդպես է սկսվում կոնֆլիկտը, վերջում դառնում է մի հատ մեծ պատերազմ եւ մի հատ մեծ պատմություն։ Տեսեք, ես չեմ ասում էլի, որ այն կոնֆլիկտը, որ մենք ունեցել ենք ամբողջությամբ շուտ գծագրված է, բայց այս ձևի հարցերից ես հիշում եմ շատ փոքր էի, շատ այդ ժամանակ 4 տարեկան էի, 88 թվական, ես 4 տարեկան էի, բայց շատ աղոտ, այս 4, ասեն հետո 5, այդ 88, 89, 90-ականներին, ես հիշում եմ, որ Այդ բնապահպանական շարժում էլ կար, կհիշեք, ասենք Նայիրիտից էին խոսում, ատոմակայանից էին խոսում, առաջին բառերը, որ ես այդ տարիքում լսել եմ, ավելի շատ այդ Նայիրիտ, ատոմակայան, չգիտեմ, բնապահպան, այսպես թեմաներից սկսվեց, հետո դրանք աճեցին, հետո ես մեծանում էի, շարժումն էլ մեծանում, հետո սենց բանալած սահուն, հետո Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղ կոմիտե, հետո անկախացում, հետո կոնֆլիկտի մոդալիտին փոխվեց, դա ներպետական կոնֆլիկտ, այսինքն սովետական միության կոնֆլիկտից դարձավ միջպետական կոնֆլիկտ ու այդպես ստեղծվեց մեր կոնֆլիկտային ճարտարապետություն, այսինքն մեր պետությունը ստացվում է ստեղծվեց, սա ուղղակի փաստ է, էլի, սա նես չի, որ ես գնահատական եմ տալիս, այդ հաշվի առնելով եւ նաեւ հիմքում ունենալով, դա էլ է կարևոր։ Այդ կոնֆլիկտի փաստը եւ դրան վերաբերող փոփոխականները։ Եվ դա մեծապես կհերքեք, որ ազդել է մեր պետականաշինության արդյունավետության վրա վատ իմաստով կհերքեք էդի։ Ինչից ես չեմ ասում, որ պետք չէ դա։ Դե, եթե 20 թվականի պատերազմը այլ ընթացք ունենար, մենք հիմա այլ բանից խոսենք եւ կասենք, որ դրական է ազդել մեր պետականաշինության։ Եթե դրական ազդեր, մենք հարավում ունենք, օրինակ, ստրատեգիական խորք ունենք, խոսենք դրա մասին։ Ճիշտ է, եթե դրական ազդեր, 20 թվականի պատերազմը այլ ելք կունենար։ Եթե դրական ազդեր, այո մենք ունենայինք կայացած ինստիտուտներ, այո մենք ունենայինք շատ հզոր բանակ, մենք այն ամենաշինական կառույցները,
որ հիմա կան։ Կարեն չէ ամենաշինական կառույցը։ Ով է ձեռքները բռնում։ Հիմա էլ ասում են, քանի կար ասում են ցույց չեք տալիս ամենաշինական կառույցները։ Հիմա ցույց ենք տալիս, ասում են ցույց մի տվեք, թշնամին տեղը կիմանա։ Ասես աբսուրդային վիճակ ես չեմ տեսել։ Քանի կար ասում են ցույց տուզը փողը ինչ է սարել։ Պարտք է սարել։ Ասես վարչապետը զենք եմ առել։ Ասես բա ու դա ցույց չես տալիս։ Ասես լավ, ունիս մայիսի 28-ից ցույց տա։ Հիմա էլ ասում է բան ես անում։ Շատ մանրամասնիկ ցույց տալիս։ Պարոն Եղան, մուտքերով, յաչեկաներով, ասում են ցույց տու։ Քիչ ամնում վարչապետի ասած են գնապիտակներն են վերանդանանք նոր ցույց տանք։ Հասկանում եք, այն ժամանակ դուք էլ մենք հասակակիցներ կարծում եմ կհիշեք, ամեն ինչ արդարացվում էր կոնֆլիկտով, ամեն ինչ։ Միտեղ կա կոռուպցիա, ոչինչ, դուք չգիտեք, դա պետք է։ Դա տենց է պետք, որտեղ այնտեղ հարցեր կան լուծելու։ Հիշում եք այդ խոսակցությունները։ Մեկը մի բան արեց, ինքը մեծ ավանդա ունեցել, ոչինչ։ Եկեք աչք փակենք, այս ինչի վրա ու այդ պայմաններում ոնց ենք մենք պետական ինստիտուտներ կայացնելու, միտեղ կոռուպցիայի վրա աչք փակելով, միտեղ մեկի ավանդի վրա աչք փակելով, միտեղ մյուս։ Պարոն Եղան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն էր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Կհանդիպենք։